3 մայիսի 1-ն էր, դիտենք։ Բարև ձեզ, լավ եք։ Բարև ձեզ։ Մի րոպե, էդ ինչ ասեց, հարցրեց ժողովուրդ ջան ոնց եք, լավ եք, ու ժողովուրդն ասեց չէ, լավ չենք, մի հատ էլ լսենք։ Բարև ձեզ, լավ եք։ Բարև ձեզ։ Իդեպ ինչու է հնդիկը հայտնվում, այսօր որ ծիծաղում է, հա, դու մի ասա, Հայաստանում ռուսական ընկերություն Yandex-ը աշխատացնում է հնդիկ եւ պակիստանցիներին, եւ փաստորեն Նիկոլ Փաշինյանը իր նախարարի հետ, իդեպ այս տեսանյութը նախարարն է հրապարակել էկոնոմիկայի, այն ֆիկտիվ ՀԿ-կանը, հպարտանում են, որ Հայաստանում ռուսական ընկերությունը Yandex-ը վարձել է հնդիկներին աշխատելու, եկել են նրանց տոնը շնորհավորելու։ Գիտեք, սիրելի բարեկամներ, թե ժողովուրդն ինչի լավ չի, որովհետեւ մայիսի 1-ի այս տոնակատարությունը Նիկոլ Փաշինյանը վերածել էր անձնական PR-ի, իր նախընտրական PR ակցիայի քարոզչության։ Մայիսի 1-ին, որը աշխատավորների միջազգային օրն է, մարդիկ պետք է նշեն, թե ինչ հաջողություններ են գրանցել աշխատավորների կյանքում, բայց Նիկոլ Փաշինյանի կազմակերպած շքերթում ներկա են բիզնեսմենները եւ նրանց աշխատավորները։ Նիկոլ Փաշինյանի մայիս 1-յան շքերթը դա օլիգարխների շքերթ էր, որտեղ նրանց աշխատավորները որպես վարձու աշխատողներ եւ տպավորություններ, նույնիսկ որպես տրուկներ, անցնում են օլիգարխների եւ իշխանավորների դիմացով։ Եվ ինչ տպավորություն է ստացվում, որ դա օլիգարխների սեփական բիզնեսի գովազդ էր, որտեղ աշխատողները իրենց տրկական աշխատանքը շարունակում են կատարել, եւ դա մի իսկական խեղկատակություն էր։ Դիմավորեք, հրապարակ էր մտնում Viva Armenia-ի աշխատակիցները։ Մայիսի 1-ը Երևանում նշվեց ինչպես հին խորհրդային ժամանակներում, բայց այս անգամ հանրապետության հրապարակում ոչ թե կոմունիստներն էին, այլ վարչապետ Փաշինյանն իր թիմով, որ փակված Ամիրյան փողոցով անցնելիս հերթով մոտենում, բարևում էր իրեն 1 ժամից ավելի սպասող տարբեր բիզնեսների աշխատողներին։ Լավ միջոցառումից դուր է գալիս։ Շնորհակալ ենք աշխատանքի համար։ Շքերթը սկսվեց 40 րոպե ուշացումով Արևի տակված բանկի Վիվասելի Արմենիա վայնի Երեմյանի Ջերմուկի Սիլի Վեգայի եւ մյուսների աշխատողները սպասում էին վարչապետին։ Մենք նայում ենք, որ նախընտրական քարոզչության բոլոր այդ գույները, որոնք կան, որոնք ԿՊ-ն իրեն է վերագրել, կապույտն ու նարնջագույնը կամ ծիրանագույնը, ներկա են բոլոր այդ շքերթի գույների մեջ։ Եվ ինչն է հետաքրքիր, սրտիկը իհարկե, որը դարձել է Նիկոլ Փաշինյանի քարոզչական ժեստը, կրկին ներկա էր։ Այսինքն մայիս 1-ը նա վերածել է սեփական անձնիշխանության եւ օլիգարխների քարոզչական ակցիայի։ Դրա համար ժողովուրդը ինչու պետք է լավ լիներ։ Հարկ է նկատել, սիրելի բարեկամներ, որ Հայաստանում աշխատավորների իրավունքները ոտնահարվում են եւ նույնիսկ Եվրոպայի խորհրդի զեկույցներով, արևմտյան երկրների ինստիտուտների զեկույցներով Հայաստանը պրակտիկորեն չի համապատասխանում եվրոպական սոցիալական խարտիայի նորմերին։ Գիտեք ինչպիսի իրավունքներն են ոտնահարվում աշխատավորների, որոնք ուղակի զռռում են։ Նրանք աշխատում են 8 ժամից ավելի, բայց չեն ստանում դրա դիմաց վարձատրություն։ Աշխատում են օրական 10-ից 12 ժամ։ Հատկապես դժվար է այն մարդկանց վիճակը, որոնք ֆիզիկական աշխատանք են կատարում, ոտնահարվում է նրանց այդ իրավունքը, հավելյալ վճարվելու իրավունքը։ Գոյություն չունեն իրական պրավսայուզ կոչվածները, հա, որոնք պաշտպանում են աշխատավորների իրավունքները, որովհետև թե օրենսդրությամբ, թե պրակտիկորեն նրանք ճնշվում են։ Մարդը երբ բողոքում է իր աշխատանքային պայմաններից, անարդարությունից, միանգամից հեռացվում է աշխատանքից առանց դատարան դիմելու եւ հաղթելու հնարավորության։ Խախտվում է նաեւ գենդերային հավասարությունը, կանայք սովորաբար ավելի քիչ են վարձատրվում տղամարդկանցից։ Եվ սա եվրոպական նորմերին չի համապատասխանում։ Իդեպ, մի հետաքրքիր վիճակագրություն ասեմ, վերջին տարիներին աճել է նույնիսկ գործազրկության թիվը։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը առաջին անգամ մայիս 1-յան տոնակատարություն է անում իր անձնական PR-ը անելով, երբ աշխատավորների իրավունքները տոտալ ոտնահարված են։ Սա ծաղր է հենց մայիս 1-յան տոնի էության նկատմամբ։ Հասկանում եք, եւ դա իրականացվում է պետական բյուջեի միջոցներով, իմ ու ձեր հարկերով։ Նիկոլ Փաշինյանն իր օլիգարխելով վայելում է, նշում է, ժողովրդին դարձնելով ֆոն է ամենում եւ թքած ունենալով հենց օրվա խորհրդի վրա, աշխատավոր մարդու իրավունքների պաշտպանության վրա։ Ոտնահարված են մարդկանց ֆիզիկական նույնիսկ անվտանգության իրավունքները, հատկապես շինարարական բումի պայմաններում։ Մարդիկ չունեն առողջ եւ հարմարավետ պայմաններ աշխատելու։ Այսինքն այնքան իրավունքներ են ոտնահարված,
որ էլ ասելու չէ։ Հայաստանում աշխատանքային օրենսգիրքը միայն թղթի վրա է։ Եվ այս մարդիկ համարձակվում են մայիս 1-յան տոն անել, դա վերածելով խեղկատակության։ Լսենք իսկական ժողովրդի մտահոգությունը, թե ինչ է իսկապես ժողովուրդը մտածում այս ամենի մասին։ Ո՞ւմ նկարվել Նիկոլ Փաշինյանի հետ։ Իհարկե ոչ։ Ինչ Նիկոլի հետ նկարվել է հավասարա Ալիևի հետ նկարվելու։ Կա Նիկոլի հետ նկարվելու։ Առանց համաչելուել դրել այս ժողովրդին են քարտեզներ նավարանում։ Հələ մեկ է թիզնապահին հարցրեցի։ Մեղրի կա այդ քարտեզի մեջը որ բաժանում է։ Չկա մեղրի։ Ամբողջ երկիրը քանդեց։ Ես ինչ ապասին ժողովուրդ է։ Ոպեր չկա սրանից, աղջիկյան, սամունի պես կպելա, այս ժողովրդի, այս հայրենիքը կրծում ու կրծում է։ Էդի իզուր չեր, ոչ, աստված, կիսի աստունել է բևելու, աստված, տապանը ինչացրեց Արարատ սարի վրա, ու ես մարդը չի թողում, Արարատի անունը դանք, չի թողում Արցախի անունը դանք, ցեղասպանությունն ասում ուրացել, ներպատմությունն ասում ուրացել, դպրոցները ապականված, եկել չի եկել մի հատ բոլոր չկա, որ ես մարդը չապականի, բան անում, իբր թե թոշակ ավելացրեց, հարամներ քո ավելացրած թոշակը քո գլխի, 10,000 դրամ ավելացրեցին երկու հետո կրկնակի քաղաքացար խապուները, ըմզի պետք էր 1000 տարիքով ավելացրած թոշակը, ախներ թող գնա, թող մեր ազգը բրծն։ Նիկոլ, դու հանգարց ու հանգարց պատերազմով չբաղցնես, մենք չենք բախնում ոչ քեզ ցել, ոչ Ալիևի ցել։ Այս հայ ժողովուրդը Նիկոլ չի, որ Ալիևը ինչ ասի, ինքն էլ հրամանները կատարի, մենք ենքան ասիմով ազգ ենք որ, ինչ պատերազմ, պատերազմը բերողնել ես դու, պատերազմը սարքողնել ես դու, պայմանավորվեղնել ես դու, աս հիմա իր ասում որոցի զանչտակ պատերազմներ, դա գիտակ, ոնե թողլի պատերազմ, Սատում կսար չեն կապնես ուկիները, եկրիկ հավ ու Ադրբեջանցին, ես Հայաստանը հորըտուննա վերնես, Հայաստանը հորըտուննա վերնես տեղավորես, ես 300,000 Ադրբեջանց մեր հողի մեջ Կամ դու Հայաստանն ես, որ հելուն ես Հայաստանի անունից, Հայաստանը որոշել է, մենք որոշել ենք Հայաստան, դու Հայաստանն ես այդքանցը։ Հələ միած Հայաստանի ժողովրդին արծում, դու են Նիկոլներին, որ ասում էիս, ոչ ուտան չունեմ հա ժողովրդից թապցնել։ Քեզից դուս դռները փակում ես, ինչ բանակցություններ ես անում, ինչեր ես ստորացնում, ինչեր ես տալի, ու մեկ էլ իմանում ենք, որ չկա, այդ մասն էլ չկա, հետ էլ կերան։ Դուք ինչու եք եկել այս միջոցառմանը։ Աղջիկյան, այս միջոցառումը 1000 տարյա կա։ Ես գիտեմ, որ մայիսի 1-ը աշխատավորների օրն է, իրանք գային, չգային, ես որպես ավանդապարտին մարդ, ես պետք է գային մայիսի 1-ը նորվելու, հատենց չի, որ իրանց ասենում եմ եկել։ Կամ էլ են օրը քաղաքացիության օր է նշում, հավաքել է իրա կողքին մի քանի իրա նմանները, մեկ էլ հնդիկների, պարսիկների համար քաղաքացիության խոնանում, էլի խապ է ժողովրդին, ասում եմ եկեք արդիա, սրից են սովասներն են իրա սովաչորջապատներ, հելան վազան, են էլ առահա, կենա, պաչկենա, ես կամա։ Հետևաբար, սիրելի աշխատավորներ, ձեզ մնում է մի բան, մերժել այս խեղկատակներին, որովհետև նրանք ձեզ ծաղրում են, նրանք ոտնահարելով և թքած ունենալով ձեր իրավունքների վրա, պարզապես ծաղրում են ձեզ։ Հունիսի 7-ին ուղարկեք սրանց գրողի ծոցը։